Տիկին Հակոբյան, ինչ կարծիք ունեք, ինչ եք կարծում, դատավճիռը արդար էր, արդար չէր, սպասելի էր, սպասելի չէր։ Այն, որ իրավական տեսանկյունից դա խեղճակատակություն էր, դրանում ինձ թվում է խոսք չկա եւ կարիք էլ չկա լրացուցիչ անգամ մեկնաբանություն տալու, քանի որ ակնհայտ է, 7.5 տարվա վաղեմության գործը 4 վկաների առկայությամբ, որոնք այս 7.5 տարիների ընթացքում իրենց նախնական ցուցմունքից հրաժարվել էին, գործը կարճվել էր բոլոր մասնակիցների մասով եւ ինչպես գիտեք, Դավիթ Համբարձումյանը մեղադրվում է այդ կազմակերպիչ լինելու մեջ մի բանում, որը ըստ էության չունի մասնակիցներ, չունի տուժողներ, ու ստացվում է, որ ինքը կազմակերպիչն է, ինքը մասնակցել է, ինքը երևի ինչ-որ այս տրամաբանությամբ նաև տուժողն է, բնականաբար իրավական ոչ մի հիմք այստեղ չկա, այն հանգամանքը, որ այս տարիների ընթացքում կիրառվել է խափանման միջոցը գրավ եւ որևէ ռիսկային բան չի եղել, Դավիթ Համբարձումյանի ազատության մեջ գտնվելու մասով եւ ինչու հենց այս պահին որոշեցին, որ պետք է այսպես հապշտապ կալանք տան, ակնհայտ է, որովհետեւ ինչպես գիտեք, Դավիթ Համբարձումյանը միասնական վարչապետի թեկնածուն է խորհրդարանական ընդդիմության ներկայացրած։ Այ հաշվի առնելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն է Դավիթ Համբարձումյանի իմպիչմենթի մասով, քննարկումներ եղել են վերադառնալ չվերադառնալու մասով, որովհետև կան մարդիկ, որոնք պնդում են, որ նա ազատության մեջ թեկուզ Հայաստանից դուրս ավելի կարող էր օգուտ տալ գործընթացին։ Այս մասով քննարկումներ եղել են, չեն եղել։ Տեսեք, այսպես ասեմ, այն մարդիկ, ովքեր ճանաչում են Դավիթ Համբարձումյանին, այդ հարցը անգամ առաջանալ իրենց մոտ չէր կարող, քանի որ Դավիթ Համբարձումյանը այն մարդն է, որ այդ փախչողի պիտակը որևէ պարագայում թույլ չի տա դրոշմել իր անվան վրա, եւ հենց այդ պատճառով լավ հասկանալով, ինչ ապօրինության արդյունքում ինքը պիտի դատապարտվի եւ ազատազրկվի, ինքը վերադառնում է եւ դա անգամ քննարկման առարկա չի դարձել իր կողմից։ Այ իշխանության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ Դավիթ Համբարձումյանը քաղաքական կշիռ չունի։ Արդյոք այս վճիռը խոսում է դրա մասին, որ նա կշիռ չունի։ Տեսեք, դուք ձեր հարցի պատասխանը արդեն տվեցիք, հենց այս վճիռը եւ այդ ամբողջ իրարանցումը, որ ստեղծվել է Դավիթ Համբարձումյանի անվան շուրջ, արդեն իսկ փաստում են իր քաղաքական կշիռի, իր վարկանիշի, իր սիրվածության, իր սկզբունքային լինելու եւ տղամարդ տեսակի մասին։ Այստեղ հավաքված մարդիկ, դուք ինքներդ տեսնում եք, վստահ եմ, ում էլ խոսեցրել եք, ում հարցրել եք, բոլորը միաբերան նույն բանն են պնդել, որ Դավիթ Համբարձումյանը այն տեսակն է, այն քաղաքական գործիչն է, ում ետևից ժողովուրդը պատրաստ է գնալ, ում շուրջ պատրաստ է համախմբվել եւ այո, Դավիթ Համբարձումյանը իրենից վտանգ է ներկայացնում, հենց այդ իսկ պատճառով 7 տարի անց այդպես հապշտապ իրեն ազատազրկելու որոշում կայացվեց եւ ես կապում եմ դա միանշանակ քաղաքական պատվերի եւ քաղաքական տրամաբանության հետ, քանի որ այստեղ իրավական որևէ գործ չկա, գոյություն չունի։ Տեսեք, ինքներդ նշեցիք, որ իրավական գործ չկա, չկան ապացույցներ, տուժողներ գործով, արդյոք արձագանքներ եղել են ու եղել են արդյոք համարժեք արձագանքները միջազգային կազմակերպություններից, իրավապաշտպան կազմակերպություններից այս գործի Դուք ինչպես եք կարծում, վերջին ամիսներին մենք տեսնում ենք այս երկրում հատկապես վերջին ամիսներին ինչ է տեղի ունենում։ Այն պայմաններում, որ մենք ունենք ձերբակալված կալանավայրում գտնվող 3 սրբազան, ազգային բարերար, մի շարք ազնիվ եւ պայքարող քաղաքացիներ, ովքեր այսօր ազատազրկված են իրենց մտքի, խղճի, հայրենասիրության ազատ խոսքը արտահայտելու պատճառով։ Եվ այդ ամենը բնականաբար տեղի է ունենում թե միջազգային հանրության, թե հասարակության ինչ-որ շերտերի նաև, ովքեր որ ժամանակին իրենց պատառոտելով խոսել են մարդու իրավունքների, ազատ խոսքի եւ այլնի բռնությունների հետ կապված, ովքեր դատապարտել են այն հասարակական կազմակերպությունները, որոնք խմբվել են արտասահմանյան ֆինանսներով, այսօր տեսնում եք, որ այդ ամենը տեղի է ունենում այդ քար լռության պայմաններում։ Ումից ինչ ակնկալես, եթե այն կառույցները, որոնք կոչված են այդ ամեն ինչի մասին բարձրաձայնելու, այսօր ձկան նման լուռ են ու հետևում են, քանի որ այստեղ էլ կա ոյ-չուժոյ տարբերակը։ Տեսեք, տարիներ շարունակ ձգվեց այս քրեական գործը ու այս ամբողջ ընթացքում Դավիթ Համբարձումյանը համայնքի ղեկավար էր շարունակում լինել։ Վստահաբար փորձել են տարբեր կոռուպցիոն ինչ-որ բացահայտումներ անել, չի ստացվել, այսինքն փաստացի Դավիթ Համբարձումյանը մաքուր է եղել ու այս գործով վճիռ կայացրեցին։ Արդյոք սա նաև մեծ չէ
ներկա եւ ապագա դիմադիր համայնքների ղեկավարներին, որոնք կփորձեն դրա պայքարի մեջ մտնել, համայնքներ ղեկավարել, շարունակելով պահել իրենց դիրքորոշումները։ Եվ արդյոք սա չի կոտրում այդ ընտրություններով հաջողությունների հասնելու միֆը։ Տեսեք, ես ինքս հեռու եմ այն մտքից, որ Նիկոլ Փաշինյանի կազմակերպված ընտրություններում հնարավոր է հաղթանակ տանել, եթե որոշ համայնքների մասով նախադեպեր կան, դա դեռ չի նշանակում, որ նույնը համապետական ընտրության ժամանակ պիտի գործի։ Այո, այս ամենը հենց միտված է նրան, որ կոտրեն տեղում բոլոր այն ուժեղ ընդդիմադիր լիդերներին, ովքեր ունեն սիրվածություն, ովքեր ունեն իրենց շուրջ կոնսոլիդացիա, Բնականաբար ճիշտ նշեցիք, որ բոլոր նմանատիպ գործերը կարվում են կոռուպցիոն թեմաների շուրջ, բայց այս պարագայում նույնիսկ 7.5 տարվա ընթացքում այդ կարուձևը հնարավոր չեղավ անել, դրա համար ինչ էր պետք էր պահարանից հանել այդ փոշոտ գործը, մի հատ թափ տալ, բերել այսպես հապշտապ ավարտին հասցնել, տանել կալանքի, խափանման միջոցը փոխել, այն պարագայում, երբ Ես վստահ եմ, որ իրենք լավ էլ գիտեին, որ Դավիթ Համբարձումյանը այդ պահին երկրում չէ, իդեպ էս էլ է շատ հետաքրքիր, որ նույնիսկ իր սեկտը փակ չի եղել, ինքը կարողացել է այս ընթացքում տարբեր իր աշխատանքային այցերով մեկնել, երկրից վերադառնալ, այսինքն այստեղ էլ ոչ մի ռիսկ չկար, մարդը մեկնել է, վերադարձել է, որովհետև մենք բոլորս իրականում սպասում էինք արդարացման դատավճռի, քանի որ մենք գիտեինք, որ ոչ մի իրավական հարթության մեջ այդտեղ քննվող գործ չկա։ Բնականաբար քաղաքական պատվեր է, բնականաբար կիրառվել է ամենախիստ պատժաչափը 6 տարի 3 ամիս, այս մասին արդեն իրավաբաններն էլ են խոսել բազմիցս, որ եթե այդ 3 ամիսը չլիներ համաներումով ավարտվելու էր ամեն ինչ, բայց ոչ, հենց միտքը նրան գերեվարելն էր, ազատազրկել է, որովհետև այո, շատ մեծ ռիսկ են իրենք տեսնում Դավիթ Համբարձումյանի շուրջ համախմբան Այսօրվա մասով ինչ եք կարծում, թույլ կտան Դավիթ Համբարձումյանին դուրս գալ, հետո ներկայանալ, թե ժանրի կանոնների համաձայն ներսում շոուներով կտապալեն գետնին։ Գիտեք, փորձը ցույց է տալիս, որ ինչ մենք ակնկալում ենք այս իշխանություններից, միշտ տեղի է ունենում վատ թրագույնը, ավելի վատը, քան մենք կարող ենք պատկերացնել, այնպես որ առանձնապես, չգիտեմ, այսօր ինչ սցենար են մշակել, համենայն դեպս այսքան մարդու առկայությունը այստեղ արդեն ամենացցուն եւ վառ ապացույցն է այն բանի, որ Դավիթ Համբարձումյանի շուրջ կա համախմբում եւ նա իրոք սիրված եւ հարգված լիդեր է։